Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավականու հերթական նիստը։ Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը նշեց, որ համայնքում իրականացվող կապիտալ ծրագրերը, այդ թվում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում դեռ շարունակվում են։ Համայնքի ղեկավարը կոչ արեց բնակչությանը ժամանակին եւ պարտաճանաչորեն կատարել հարկային պարտավորությունները, քանի որ դրանից է կախված համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Սարգիս Մուրադյանը հատուկ շեշտեց աղբանության վճարները ժամանակին վճարելու մասին։ Խնդրանոց հարցերից մեկին աղբանության վճարների հետ կապված եւ նաեւ մի երկրորդ խնդրի մասին խոսեմ եւ սահմանափակենք, մենք բնականաբար ավականների որոշում ունենք կայացված, քանի որ արդեն նոր պայմաններով աղբանությունը 20-տարեկան մարտում կատարվում համայնքում արդեն խնդիրներ առաջացել մեր բազմաբնակարան շենքերի հետ լուկերը, մեր վերահսկողական ես խնդրում եմ նաեւ որոշակի դուք անդրադարձ կատարեք եւ ազգաբնակչության շրջանում եւ հայտարարություն տանք, կարող ուզենք չուզենք մի քիչ ուշ, մի քիչ շուտ հասնելու ենք դրան, որի աղբանության վճարների հետ կապված։ Հիմա էլի տեսեք, նաեւ բողոքներ ենք, չէ՞, ստացվում։ 3-րդ հարկ 7-րդ, բայց հիմա որ շենքը անում նաեւ ինչքան աղբանության գումարներ ունեն բարդ, նաեւ ասում են, որ ժողովուրդ չեն։ Պահանջները շատ լավ, էլի բոլորը պահանջներ ունեն, մենք էլ որպես համայնք բնականաբար ունենք քննադատություններ, թերություններ, խնդիրներ կան, իհարկե ով ասում որ իդեալական, ով ասում որ ամեն ինչ ունեցա, ոնց որ պատկերացնում ենք, մենք էլ ահագին հարցերի մեջ ունենք նաեւ մենք ինքներս դժգոհ ենք, հա, բայց նաեւ կա կարևոր փաստաթուղթ, որ նաեւ չթող մարդիկ դիմուծեն գոնե պահանջներից առաջ։ Սևանի բազմաբնակարան շենքերում արկա աղբամուղների հետևանքով առաջացած հակասանիտարական իրավիճակից շատացել են կրծողները, որոնք վտանգ են ներկայացնում բնակիչների համար եւ աղբի հավաքման նոր օպերատորի Կոտայքի եւ Գեղարքունիքի կոշտ-կենցաղային թափոնների կառավարման ծրագրի ներդրումից հետո անհրաժեշտություն է առաջացել փակել եւ զոդել բազմաբնակարան շենքերում արկա աղբամուղները։ Շուտով կմեկնարկեն բազմաբնակարաններից աղբամուղների փակման գործընթացը, ինչին ավականին հավանություն էր տվել դեռևս այս տարվա սեպտեմբերին կայացած նիստի ժամանակ։ Օրակարգային առաջին հարցով Սևան համայնքի ավականին փոփոխություն կատարեց 2024 թվականի դեկտեմբերի 17-ի Սևան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին համար 170-ը որոշման մեջ։ Աջակցության ծրագրով համայնքին տրամադրված 4.973.000 դրամ գումարը եկամտային մասով, այլ եկամուտներ հոդվածում եւ ծախսերի մասում 0402 տողի գյուղատնտեսության հաշվի 42-41 հոդվածում արտացոլելու պահանջով։ Ինչպես նաև անհրաժեշտ է ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ 0161 հաշվի 5129 հոդվածը նվազեցնել 1.800.000 դրամով եւ ավելացնել կենսաբազմազանություն եւ բնության պաշտպանություն հաշվի 5131 աճեցվող ակտիվներ հոդվածի։ Համայնքային մշակութային կենտրոն ՀՕԱԿ-ի սուբսիդիան անհրաժեշտ է ավելացնել շուրջ 5 միլիոն դրամով, պայմանավորված տարվա ընթացքում 3.5 դրույք հաստիկների ավելացմամբ։ Եվ նախադպրոցական ուսումնական հաստատություններին առաջարկում եմ յուրաքանչյուրին 1-ից 2 միլիոն դրամ ավելացնել, պայմանավորված տարվա ընթացքում խմբերում երեխաների թվի ավելացմամբ, ինչը առաջացրել է սննդի եւ այլ ծախսերի ավելացում։ Սևան համայնքի ավականին սահմանեց 2026 թվականի տեղական տուրքերի վճարների տեսակները եւ դրույքաչափերը, ինչպես նաեւ Սևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2026 թվականի դրույքաչափերը, թողնելով դրանք նույնը։ Ավականին նախնական համաձայնություն տվեց Սևան համայնքի Գագարինի միջնակարգ դպրոցի կառուցման, Գայի 67 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման, Վարսեր բնակավայրի վարչական սահմանում Սևան-Երևան մայրուղու 54-ից 55 կիլոմետր 66 հողամաս հասցեում բենզալեցակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ 13 կողմ 2 դեմ ձայնով ավականին հաստատեց նաև Սևանալեջի ջրահավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի մշակման տեխնիկական առաջադրանքը։ Սևան համայնքի ավականին ուժը կորցրած ճանաչեց միջև խոշորացումը Սևան համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին 2016 թվականի մարտի 23-ի թիվ 13-ն է որոշումը, ինչպես նաև Սևան խոշորացված համայնքի մեջ ներառված նախկինում Վարսեր, Նորաշեն, Լճաշեն, Ծովագյուղ, Դդմաշեն համայնքների ղեկավարների գլխավոր հատակագծերի հաստատման մասին որոշումները։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը նշեց, որ շրջանառության մեջ է դրվել Սևան համայնքի 2026 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։ Այն կքննարկեն նաև Սևան համայնքի ավականու խմբակցությունները, իսկ դեկտեմբերի 1-ին
Սևանի բիզնես կենտրոնում տեղի կունենա 2026 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումը։ Մեր ֆինանսական փաստաթղթի հետ կապված մենք արդեն քննարկումների մեջ ենք, ներկայացված է փաթեթները բոլորին բաժանված է, նախնական համաձայնություն գտանք եւ մյուս նիստին արդեն մեր տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կհաստատենք, եթե այդ ընթացքում կլինի հարցեր, արդեն կարող եք քննարկումներ անել։ Սևան համայնքի հավաքանու հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին։ Սևան համայնքի հավաքանին քննարկեց նաև քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից ստացված դիմումները։ Սուրեն Բարսեղյան, Գնա Հովհաննիսյան, Սևան STV 1 հեռուստաընկերություն, Գեղամահոր։